Ողջունում եմ բոլորիդ սիրելիներս, այս տեսանյութում կկիսվեմ ձեզ հետ նրբաբլիթների երկու շատ համեղ եւ մատչելի միջուկների տարբերակով, վստահ եմ այն ձեզ դուր կգա եւ տոնական օրերին, ինչու ոչ, նրբաբլիթների տեսականի կունենաք ձեր սեղաններին։ Վերջում նաեւ կկիսվեմ նրբաբլիթների նուրբ ու ծակոտկեն շերտերի բաղադրատոմսով եւս։ Միջուկի առաջին տարբերակի համար վերցնում ենք 500 գրամ հավի կրծքամիս, որը ես արդեն նախապես խաշել եմ, 300 գրամ շամպինյոն տեսակի սունկ, 100 մլ բուսայուղ, 1 մեծ գազար, 2 միջին գլուխ սող, մի փունջ թարմ համեմ կամ կարող եք սամիտ ավելացնել նաև, սև, կարմիր պղպեղ եւ աղ մեկական թեյի գդալ։ Մանր կտրատում ենք սոխը եւ ավելացնում տապակի մեջ արդեն տաքացված բուսայուղի վրա։ Մինչ սոխը կտապակվի, կորեական աղցանի համար նախատեսված քերիչով անցկացնում ենք գազարը, այն չենք քերում երկարությամբ, այլ պահում ենք ուղիղ, որպեսզի քերված զողիկները ստացվեն կարճ, կամ կարող եք սովորական մանր քերիչով անցկացնել։ Գազարը ավելացնում ենք տապակված սոխի վրա եւ մինչ այն եւս կտապակվի, մաքրում ենք սունկը, որը ես լվացել եմ հոսող ջրի տակ, սակայն կհեռացնեմ կեղևը, քանի որ մքություն ունի։ Սունկը կտրատում ենք մանր խորարնարդների տեսքով եւ ավելացնում սոխի, գազարի վրա, շարունակում տապակել։ Հավի կրծքամիսը նույնպես մանրացնում ենք, ես այստեղ խոշոր կտորներով եմ կտրատել, սակայն դուք կարող եք մանր կտրատել կամ անցկացնել աղացով, ավելի փափուկ միջուկ ստանալու համար։ Ասեմ նաև ոչ բոլորն են տապակած սող սիրում, քանի որ հավի կրծքամիսը ինքնին չոր միս է, միջուկին տապակած սոխը եւ գազարը տալիս են հյութալիություն, սակայն կարող եք բացառել սոխը եւ վերցնել հավի ոչ միայն կրծքամիսը, այլ նաև ազրամիսը եւ մի քիչ արգանակ կամ ջուր ավելացնել պատրաստման ընթացքում, որպեսզի հյութեղություն եւ փափկություն հաղորդեք մսին։ Քանի որ միսը նախապես եփված էր, պետք չէ շատ տապակել, ավելացնում ենք համեմունքները, կանաչին, խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն իրար եւ անջատում ենք կրակը։ Երկրորդ տարբերակի համար վերցնում ենք 800 գրամ կրծքամիս, որը նախապես խաշել եմ ես թույլ աղաջրով, 2 գլուխ սող, 1 մեծ գազար, սև եւ կարմիր պղպեղ, աղ, մեկական թեյի գդալ, 50 մլ բուսայուղ, ավելացնելու եմ նաեւ չորացրած ռեհան, որը ես շատ եմ սիրում, դուք կարող եք միայն թարմ կանաչի ավելացնել։ Տապակի մեջ ավելացնում ենք բուսայուղը, մանր կտրատում ենք սոխը եւ մինչ սոխը կտապակվի, մանր քերիչով անցկացնում ենք գազարը, երկուսը միասին մոտավորապես տապակում ենք 5 րոպե։ Ավելացնում ենք կրծքամիսը, որը ես նախապես կադրից դուրս անցկացրել եմ աղացով, այս տարբերակով միջուկը, որպեսզի չոր չստացվի, հյութալիության համար ավելացնում ենք 80-ից 100 մլ մսի արգանակից կամ ջուր, ավելացնում ենք համեմունքները, թարմ կանաչին, խառնում ենք եւ անջատում ենք կրակը։ Իսկ նրբաբլիթների շերտերի համար անհրաժեշտ է 1 լիտր կաթ, 1 բաժակ ջուր, բաժակը 200 մլիանոց է, կաթը եւ ջուրը պետք է գոլից մի փոքր տաք լինի լավ արդյունք ստանալու համար, 4 ճաշի գդալ բուսայուղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 3 խոշոր ձու, եթե մանր կլինի, վերցրեք 4 ձու, 3 բաժակ ալյուր, բաժակի չափը 250 մլիանոց է, 1 բաժակ ոչ բլրակով ալյուրը կշռում է 150 գրամ, իսկ ընդհանուր գրամով 450 գրամ ալյուր է անհրաժեշտ։ Ձվի վրա ավելացնում ենք շաքարավազը եւ աղը հարում ենք էլեկտրական հարիչով կամ ձեռքի հարիչով, ձեզ հարմար տարբերակով, մի փոքր հարում ենք, չենք փրփրացնում, աստիճանաբար հերթականությամբ ավելացնում ենք կաթը եւ ալյուրը պարտադիր մաղելով, ոչ միայն թթվածնով հագեցնելու համար ալյուրը, այլ այսպիսի կոշտացած ալյուրի մասնիկները խմորի մեջ չհայտնվելու համար։ Սիրելիներս, մինչ կշարունակեք դիտել տեսանյութը, կխնդրեմ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն իմ ալիքին, բաժանորդագրվել եւ սեղմել զանգակ կոճակը իմ նոր տեսանյութերը բաց չթողնելու համար։
Ասեմ նաև կտեղադրեմ շտով իմ ալիքում տեսանյութ նրբաբլիթների մածունով տարբերակը, որի շերտերը նույնիսկ 2-3 օր մնալուց հետո չեն պատռվում, չեն փշրվում և հանգիստ կարող եք փաթաթել միջուկով և պահել երկար ժամանակ։ Ինձ մոտ խմորը պատրաստելիս երբեք խմորի մեջ գնդեր չեն առաջանում, եթե ձեզ մոտ գնդեր կլինեն, խմորի մեջ հոգ չէ, կարող եք անցկացնել ցանցե մաղով։ Կադրից դուրս խմորը լցրեցի ավելի փոքր ամանի մեջ, որպեսզի հարմար լինի ինձ ավելի մոտ դնել։ Բլիթները պատրաստելուց առաջ խմորը լավ խառնում ենք, պատրաստելու ընթացքում էլ ցանկալի է մեկ ընդմեջ խառնել զանգվածը միատարր դարձնելու համար։ Ցանկալի է վերցնել չկպչող ծածկույթով թավա, պատրաստում ենք միջին կրակով, տապակը լավ տաքանալուց հետո ապահովության համար սկզբում մեկ անգամ քսում ենք բուսայուղ։ Որպեսզի նրբաբլիթները ստացվեն հարթ, բարակ, փափուկ, միևնույն ժամանակ առանցքական և չպատռվող, շատ կարևոր է խմորը 20-30 րոպե թողնել հանգստանա։ Թավան կամ տապակը ինձ մոտ 22 սմ տրամագծով չափ ունի, որով ստացվում է 35-40 հատ նրբաբլիթ։ Կարող եք ավելի մեծ տրամագծով թավա վերցնել, բայց այդ դեպքում նրբաբլիթները քանակով ավելի քիչ կստացվեն։ Երբ խմորը մի փոքր անջատվում է թավայի եզրերից, շուռ ենք տալիս, մի փոքր էլ մյուս կողմն ենք եփում, ես շատ չեմ կարմրացնում։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվում, սիրելիներս, հենց առաջին իսկ բլիթից։ Մեկ ճաշի գթալ միջուկը լցնում ենք, կողքերը վրա ենք բերում և փաթաթում։ Այս միջուկներով նրբաբլիթները շատ համեղ են ստացվում։ Պարտադիր դուք էլ պատրաստեք, փորձեք, սիրելիներս, այն ձեզ շատ դուր կգա։